Բրյուսելոզի դեմ պայքարում են գյուղնախարարությունն ու ԱՄՆ գյուղդեպարտամենտը։ Գյուղատնտեսության ոլորտի հետ փոխգործակցությունը խորացնելու է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը։ Կարմակ 2 ծրագիրը իրեն արդարացնում է։ Հայաստանում անասնագլխաքանակի աճ կա, ոլորտի ձեռքբերումներն ու դեռևս չլուծված խնդիրները։ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի պատվիրակության հետ քննարկել է բրուցելոզի դեմ պայքարի համատեղ աշխատանքները։ Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես կարևորել են լաբորատորիաների վերազինման եւ արդիականացման, նորագույն տեխնիկայով համալրված սպանդանոցների ստեղծման, մասնագետների վերապատրաստման հարցերը։ Վիրջինիա Մերիլենդ տարածաշրջանային անասնաբուժական համալսարանի տնօրեն Վալերի Ռագանը նշել է, որ Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքում հայ մասնագետների հետ համատեղ նախատեսվում է մշակել կենդանիների բրուցելոզ հիվանդության վերահսկման համալիր ծրագրի նախագիծ, որը կնպաստի այդ հիվանդության ախտորոշման ու կանխարգելման աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը։ Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպման ժամանակ նախարարը հանգամանորեն ներկայացրել է դեսպանին հանրապետության գյուղատնտեսության ոլորտի ներկայվիճակը, վերջին տարիներին գրանցված արդյունքներն ու իրականացվող ծրագրերը։ Ոլորտի առաջնային խնդիրների շարքում նախարարն առանձնացրել է կոոպերատիվների ստեղծման, ռոռոկման ժամանակակից համակարգերի ու հակակարգտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման, պտղատու նոր այգիների ստեղծման, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններին նորագույն գյուղտեխնիկայով ապահովելու անհրաժեշտությունը։ Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում ձևավորված հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակով եւ վստահեցրել, իր պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով։ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել են Կարմակ 2 ծրագրի իրականացման առնչվող հարցեր։ Նախարար Սերգո Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլը եւս արդյունավետ կլինի։ Ծրագրի երկրորդ փուլի արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել մասնավորապես կաթի, մսի, պտուղ բանջարեղենի արտադրության ոլորտներում իրացվող եւ արտահանվող արտադրանքի ծավալային աճ։ Կարմակ 2 ծրագրի թիրախային հիմնական նպատակներն են ագրոպարենային արժեշտքաներում արտադրվող եւ շուկայահանվող արտադրանքի ծավալների աճը, գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացումը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման եւ վերամշակման համար կայուն հարթակի ստեղծումը։ Կարմակ 2 ծրագրի ղեկավար Բեքսոտ Շամսիևն ընդգծել է, որ Կարմակ 1 ծրագրի իրականացման հաջող փորձը օգտակար եւ ուսուցողական կլինի միջազգային այլ կառույցների համար։ Գյուղատնտեսության նախարարն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը։ Եվրոպական ներդրումային բանկն արդյունավետ ծրագրեր է իրականացնում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում։ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի խոսքով Կենտրոնական բանկի հետ կնքված շրջանակային համաձայնագրի շրջանակում հնարավոր է ֆինանսավորել նաև գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, աջակցելով մասնավոր հատվածին։ Մեր հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտը գերակա ճյուղ է, որի զարգացման համար բազմապիսի պետական ծրագրեր են գործի դրվում։ Անցած տարվա համեմատ այս տարի հանրապետությունում մասնավորապես անասնապահության եւ անասնաբուծության ոլորտում շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել։ Անասնաբուծության բնագավառում հատկապես աչքի են ընկնում տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը եւ մեղվապահությունը։ Վերջին տարիների ընթացքում երկրի գյուղատնտեսության համախառն արտադրանքի մի զգալի մասը ստացվում է հենց անասնաբուծությունից։ Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացրած համալիր ծրագրեր հիմնական նպատակն է խթանել անասնապահության զարգացումը եւ այն վերածել եկամտաբեր զբաղմունքի։ Տարիներ առաջ մենք ունենք տոհմային մեծ տնտեսություններ, այսօր ունենք տոհմային տնտեսություններ։ Վայոց ձորի մարզում մեծ ծավալաբուծական ֆերմա է կառուցվում, նոր ուրեմն կենդանիներ են ձեռք բերվում։ Խոզաբուծության բնագավառում մեր Կոտայքի մարզում նոր տեսակի սորտերի խոզամայրեր են ձեռք բերվում։ Վայոց ձորի մարզում ուրեմն մեր ոչխարաբուծական նոր տնտեսություն է ստեղծվել, որը ոչխարի մոթերատվության, բարձր մոթերատվության հատկանիշներ ունի թե մսի արտադրությամբ, թե գառատվության հատկանիշներով։ Անասնապահության ոլորտում զգալի առաջընթաց են արձանագրվել հիմնականում Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի եւ Լոռու մարզերում։ Հանրապետությունում 2014-ին գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի անասնաբուծական մթերքների արտադրության ծավալներից զգալի աճ է արձանագրվել։ Տավարի գլխաքանակը ավելացել է մոտ 11%-ով, այդ թվում կովերինը մոտ 4.5%-ով, ոչխարների եւ այծերի գլխաքանակը ավելացել է մոտ 30%-ով, աճ է արձանագրվել նաև խոզաբուծության ոլորտում։ Աճ ունենք, սակայն մենք անասնապահության ոլորտում ունենք մեծ ռեզերվ, ունենք մեծ հնարավորություններ, որոնք որ դեռ ուրեմն չենք օգտագործել։ Մենք ունենք ուրեմն արատավայրերի մեծ հնարավորություն, որը որ ոչխարաբուծության զարգացման համար իր ազդեցությունը կունենա եւ ոչխարաբուծությունը
զարգացնելու համար մենք կազմել ենք ոչխարաբուծության հայեցակարգ։ Այդ հայեցակարգով, եթե այսօր մենք ունենք 747,000 ոչխար, մենք ոչխարների գլխաքանակը պետք է հասցնենք 1,5 միլիոն ուրեմն գլխաքանակի, որը հնարավորություն կտա եւ մսի արտադրությունը ավելացնել եւ արտահանել մեր հարևան երկրներ։ Վերջին տարիներին գյուղատնտեսության նախարարությունը մեծ աշխատանք է տարել նաեւ ժամանակակից սպանդանոցներ հիմնելու եւ կենդանիների մորթը առավել քաղաքակիրթ միջոցներով իրականացնելու ուղղությամբ։ Այս տարի արդեն շահագործման է հանձնվել 5 սպանդանոց։ Ընդհանրապես մենք հանրապետությունում ունեինք շուրջ 24 սպանդանոցներ, այդ սպանդանոցների մի մասը շատ հին են դեռ սովետական տարիներից, որոնք որ չէին գործում, ընդամենը 8 սպանդանոց կար, որն այսպես ասած ոչ լիարժեք էին գործում։ Հիմա 5 սպանդանոցներ ուրեմն շահագործման են հանձնվել։ Մորթը կատարվում է սպանդային պայմաններում, որը որ վերահսկվում է եւ իր վերահսկման արդյունքը ունի։ Հայաստանը դեռևս չի կարողանում ամբողջությամբ բավարարել մսի պահանջարկը, սակայն առանձին վերցված մցամթերքի որոշ տեսակներով ոչ միայն հաջողվել է հասնել բավարար քանակի, նաեւ դրանց արտահանումը կազմակերպել։ Չնայած վերջին տարիների ձեռքբերումներին անասնապահության ոլորտում խնդիրներ կան, որոնց լուծման համար կիրառվում են եւ համալիր եւ կոնկրետ թիրախային միջոցառումներ։ Ունենք արոտների բարելավման խնդիր։ Արոտային շրջանում, եթե նախկինում եղել են ճանապարհներ, եղել են կոմունիկացիաներ, որոնց միջոցով այդ սարերի ուրեմն արոտավայրերի ամբողջ ուրեմն հզորությունները, հնարավորությունները օգտագործում էին կենտրոնական ծագման մոտերքներ արտադրելու համար, բայց այս վերջին տարիներին ինչ որ ուրեմն թերացում է եղել, բայց մենք արդեն իրականացնում ենք ծրագիր, այդ ծրագրի շրջանակներում արոտների ջրարկվիացման, արոտների էլեկտրաֆիկացման, արոտների ուրեմն այդ տարածքներում հերագն արոտների մասին է խոսքը, այդ տարածքներում կաթի ընդունման ցեխերի ուրեմն կազմակերպում, բարձր լեռնային պայմաններում անասնապահության համար ուրեմն խոտա բույսերի աճեցում, այս ամբողջը ուրեմն այն խնդիրներն են, որը որ մենք ձեռնամուխ ենք եղել ուրեմն դրանց բարելավմանը, դրանց իրականացումը։ Անասնաբուծության խթանմանը նպաստել են վերջին տարիներին իրականացվող մի շարք պետական ծրագրեր։ Մասնավորապես տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում հանրապետությունը ներկրվել 1811 գլուխ շվից, սիմենթալ եւ հոլշտին ցեղերի տոհմային երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են տնտեսվարողներին։ Նախորդ տարիներին մենք ընդամենը 2000 լիտր հազիվ ուրեմն մեր տեղական կողմից ստանում ենք այդքան կաթ, ի շնորհիվ այս ծրագրի մենք ունենք 1 կովի կաթնատվության ավելացում շուրջ 150-ից 200 լիտրի շրջանակներում։ Հայկական փորձը եւ դրա արդյունքը նկատել են նաեւ մեր հարևան պետության անասնապահները։ Մասնավորապես վրացիները 2014-ին Հայաստանից ներկրել են երինջներից ստացված շուրջ 300 գլուխ հորթեր։ Վրաստանի գյուղնախարարության մասնագետները եկել են տեղում 1 ամիս կարանտիա ենք սահմանը, մեզ հետ միասին ստուգել են արոտում, մսուրում, կերակրումը, խնամքը, պահվածքը եւ նոր համոզվել են, որ այդ կենդանիները շատ կարող են դիմանալ եւ օգտագործվել հանրապետությունում։ Ներկրված երինջները բոլորը երամսյա հղի երինջներ են եւ ապահովում են մինչեւ 7000 կիլոգրամ միջին կաթնատվություն։ Երինջները հաջողությամբ հարմարվել են Հայաստանի բնակլիմայական պայմաններին, սակայն այդ երինջների համար պետք է ապահովել պահպանման եւ խնամքի հատուկ պայմաններ։ Երակրում եմ ընկեր Նաջարյան։ Սուտ է։ Սուտը հորթերի խերը չտեսնի։ Ոչ են ուտում, ես ինչ անեմ։ Հենց ասու բազուկը փրթել լցրել եմ առաջները, բացատրում եմ օրինակ եմ ծառայում։ Ո՞նց օրինակ եմ ծառայում։ Բա։ Եթե երինջը սատկել է, մեղքը ֆերմերինն է։ Գյուղատնտեսության ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետը գտնում է, որ երինջները չեն դիմանում այն ֆերմերների մոտ, որոնք չունեն կենդանիների համար նախատեսված համապատասխան պայմաններ։ Եվրոպական երկրներից ներկրված եւ նոր հայկական պայմաններին հարմարվող կենդանիներին չի կարելի պահել հայկական ավանդական եղանակներով, ճիպոտը ձեռքին։ Նա ինչ ֆերմա ունի։ Նա այդ կենթանու համապատասխան կովերի կանգնելա տեղ ունի, նստելա տեղ ունի, որով զբոսակա հարաբարակ ունի, կենթանիները կարող են ազատ քայլել։ Եթե կենթանիները ազատ չեն կարող քայլել, կենթանիների հնարավորություն չի տալիս, այդ կենթանիները իհարկե ունենան բազմաթիվ բարդություններ։ Կենթանին Ավստրիայում ավստրացի լեզվով է խոսե ֆերմերը հետը։ Մենք կենթանում բերում ենք, հայերեն ենք թելադրում։ Մենք վերցնում ենք ճիպոտը եւ ճիպոտով կենթանու քշում ենք այստեղից այնտեղ։ Կենթանիներին ոչ մի դեպքում եվրոպական կենթանիները այնպիսի վարկաբանություն ունեն,
որ երբեք նրանց ճիպուտով չի կարելի տեղաշարժել։ Անասնագոմերը պետք է բավարարեն անասնաբուժական, սանիտարական, այնպես էլ հիգիենիկ պայմաններին, օդի ջերմություն եւ խոնավություն, մասնաշենքի լուսավորվածություն, կենդանիների խտություն, կարևոր են նաեւ արտաքին գործոնները՝ կլիմա, հող, ջուր։ Անասնագոմում օդի ջերմաստիճանը պետք է լինի 10 աստիճան, խոնավությունը 85%։ Կենդանու օրգանիզմում գոյացող ջերմության միջև 85%-ը մաշկի միջոցով է անջատվում։ Այդ պատճառով կարևոր է կենդանիների մաքրության պահպանումը։ Գյուղատնտեսական կենդանիների պահպանման վարման կանոնները վերահսկվում է նույնիսկ օրենքով։ Անասնաբուժության մասին նոր օրենք ընդունվեց ազգային ժողովի կողմից հունիս ամսին։ Ոստեղ առաջի անգամ մենք կիրառեցինք ձեր ասած վարման կանոնները։ Կենդանիների պահվածքի, նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի, անհրաժեշտ են հիմնադրույթները ներառվեցին օրենքում։ Այսինքն սրանք բացին այն մարդ կենդանի ունեցած այդ փոխհարաբերությունները, նաև սկսեցին իրավական հիմք ունենալ։ Գյուղատնտեսական առողջ եւ բարձր մթերատու կենդանի ունենալու համար կարևոր է նաև ճիշտ ժամանակին եւ նպատակային պատվաստումներ կատարելը։ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի շրջանակում իրականացրել եւ շարունակում է իրականացնել անասնահակահամաճարակային կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներ։ Ծրագրի 2015 թվականի արժեքը 1 միլիարդ 200 միլիոն դրամ է, որի 594 միլիոն դրամը նախատեսված է պատվաստանյութերի ձեռքբերման եւ համայնքների տրամադրման համար, իսկ մնացած 660 միլիոն դրամը մոտավորապես նախատեսված է անասնաբուժների, կատարողականների վարձատրությունները ապահովելուն։ Այդ միջոցառումներում ընդգրկված են 3 խումբ անասնաբուժական միջոցառումներ, առաջինը դրանք ամենամեծ խումբը կանխարգելիչ միջոցառումներն են, որի ժամանակ ձեռք բերված պատվաստանյութերի օգնությամբ միջոցառումներ են ձեռնարկվում, որ հատուկ վտանգավոր հիվանդությունները կանխարգելվեն, հանրապետությունում նրանց դեպքերը չարձանագրվի։ Հայաստանում կենդանիների շրջանում առավել տարածված հիվանդություններից է բրուցելիոզը, այն ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն կենդանիներից։ Հիվանդության խարդախ հատկանիշներից մեկը հենց կայանում է նրանում, որ ունենալով քրոնիկ ընթացք նա չունի ցայտուն կլինիկական նշաններ։ Հիմնականում կենդանիների մոտ միակ կլինիկական ցայտուն նշանը դա վիժումներն են կենդանիների մոտ, որոնք տեղի են ունենում հղիության երկրորդ փուլում, այն էլ առաջի հղիության ժամանակ։ Կենդանիները վարակվում են ալիմենտար եւ սեռական եղանակով, իսկ մարդիկ կարող են վարակվել վնասված մաշկի միջոցով, օրինակ կենդանու մոտ ծին ընդունելիս։ Առաջին նշանը դա տենդն է, մարմնի ընդհանուր ջերմաստիճանի բարձրացում, անհանգիստ վիճակ, գիշերը մարդ չի կարող քնել, առաջանում է հիպերհիդրոզ, այսինքն գերկրտնվածություն, հատկապես գիշերային ժամերին, որից հետո արդեն առաջանում են գլխացավեր, մկանային ցավեր, այսօր հոդացավեր են առաջանում։ Ուղղակի մարդու մոտ հիվանդությունը կարող է ընթանալ եւ սուր, եւ ենթասուր, եւ քրոնիկ։ Բրուցելոզից հիմնականում մարդիկ շատ եւ կենդանիները նույնպես, ասեմ, շատ հազվադեպ են մահանում։ Բրուցելիոզով տարեկան ամբողջ աշխարհում հիվանդանում են մոտ 500,000 մարդ։ Հիվանդությունը հիմնականում տարածված է Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, եվրոպական որոշ երկրներում։ Մեր հանրապետությունում գրանցված վերջին դեպքը Կապանում էր։ Կապանի սպանդանոցներից մեկի մոտ 2 տասնյակ աշխատակից վարակվել է բրուցելիոզով։ Առողջապահության նախարարությունից ահազանգ ենք ստացել, որ Ղափանի բժշկական կենտրոնում 6 հոգի բուժվում են բրուցելոզ հիվանդության նկատմամբ բուժում են ստանում։ Անմիջապես մեր կողմից հանձնարարական տրվեց Զնդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբույժ տեսուչներին այցելելու հիվանդանոց պարզելու համար, որտեղից են մարդիկ վարակվել այդ հիվանդությամբ։ Պարզվեց, որ 6-ն էլ աշխատել են տարբեր ժամանակներում գյուղարց ՍՊ-ին պատկանող մանր երջավոր կենդանիների մորթի սպանդանոցում։ Պարզվեց նաև, որ 6-ը չէին, արդեն հիվանդների քանակը 18-ն էին, իմիջիալոց 18-ն էլ նույն ՍՊ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցներ էին։ Սպանդանոցը նոյեմբերի սկզբից ուղղակի գործունեություն չի իրականացնում եւ մեր կողմից աշխատանքներ են տարվում այս պահի դրությամբ հասկանալու համար, որտեղից հիվանդությունը ներթափանցեց սպանդանոց, որ աշխատակիցներն վարակվեցին տվյալ հիվանդությունով։ Հիվանդությունը ուղեկցվում է մարդու օրգանների եւ օրգանիզմի տարբեր համակարգերի ախտահարումամբ։ Հիվանդության ծանրությունը հիմնականում կախված է հարուցիչի տեսակից։ Բրուցելիոզով հնարավոր է վարակվել նաեւ հիվանդ կենդանուց ստացված մթերքից։ Օրինակ, կաթը անպայման պետք է եռացնել։ Բրուցելները 60 ջերմաստիճանի պայմաններում ոչանում են 30 րոպեից 70 ջերմաստիճանի պայմաններում 10 րոպեից, իսկ 100 ջերմաստիճանի պայմաններում միանգամից։ Պանիրը ցանկալի կլինի, եթե մարդիկ օգտագործեն այն պանիրը, որը պատրաստված է պաստերիզացված կաթից։ Եվ շատ անգամ, ասենք, պատրաստի պանիրը դժվար է, համարյա թե հնարավոր չի ստուգել բրուցելոզի նկատմամբ։ Ինչ կարելի է անել։ Հիմնականում զերծ մնալ անհայտ
ծագում ունեցող մթերքներից։ Այս հիվանդության վարակվածների թիրախում նախ եւ առաջ գյուղատնտեսության աշխատողներ, անասնապահներն ու անասնաբուժներն են։ Վտանգավոր մասնագիտությունը ինչ խոսք, խորհուրդը մեկն է. եթե աշխատում եք սպանդանոցում կամ ֆերմայում, կարևոր է կիրառել պաշտպանական միջոցները եւ հիգիենայի գոնե տարրական կանոնները։